Իսկ ինչ որ մեկը կարող էր կանխատեսել 2018-ին, որ ես Նաիրա Զոհրաբյանս փողոցի ճնշման տակ կգնամ եւ կքվեարկեմ Նիկոլ Փաշինյանին։ Ես գնացել եւ քվեարկել եմ Նիկոլ Փաշինյանին բացառապես փողոցի ճնշման տակ։ Եվ եթե ինչ որ մեկը կասի, որ այն քաղաքական ուժը, որը ես ներկայացնում էի, գնացել քվեարկել է, որովհետեւ Նիկոլի ինչ ծրագիր էր ներկայացրել։ Նիկոլին ասում էր կամ ես կլնեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Իսկ ով կարող է հիմա կանխագուշակել, ով է այդ քաղաքական Նոստրադամուսը, որ կարող է կանխագուշակել, որ այն պահին, երբ որ խորհրդարանում կսկսվի իմպիչմենտի գործընթաց, իսկ դա պարտադիր չի, որ վերջնես ու վազելով տանես քարտուղարություն, որ 72 ժամյա այսպես հաշվի չմիանա, փողոցում ինչպիսի քրիտիկական զանգված կլինի, փողոցում ինչպիսի էմոցիոնալ էսկալացիա կլինի, եւ այն ԿՊ-ական падգամավորները, որոնցից շատերին ես համարում եմ պատանդ։ Այդ մասին խոսել է նաև Հովիկ Աղազարյանը, ասելով, որ նրանց Նիկոլ Փաշինյանը պահում է վախով, պահում է կոմպրոմատներով։ Այնպես որ եկեք մենք չենթադրենք, իսկ ինչ երաշխիք կա։ Իսկ ինչ երաշխիք կար, որ ես Նաիրա Զոհրաբյանս մարտ ամսին մտածեի կամ ապրիլի առաջի 20-օրյակում մտածեի, որ մայիսի 1-ին կամ 8-ին ես քվեարկելու եմ Նիկոլ Փաշինյանին։ Եթե ապրիլի 23-ին մեկը ինձ ասեր, որ ես падգամավոր Նաիրա Զոհրաբյանս մայիսի 1-ին առաջի փուլում եւ հետո մայիսի 8-ին քվեարկելու եմ Նիկոլ Փաշինյանին, ես կասեի դուք հիմար եք, նման բան հնարավոր չի։ Եվ հիմա եկեք մենք չկանխատեսենք, թե ինչ հնարավոր քրիտիկական մասսա կլինի փողոցում, իսկ դատելով այն դժոխային ատելությունից, որ կա Նիկոլի հանդեպ, ես ավելի քան վստահ եմ, որ մենք դեռ մի կերպ պիտի զսպենք նաև փողոցում հավաքված մարդկանց էմոցիաները, որ դրանք երբևէ որևէ պարագայում չվերածվեն հաշվեհարդարի եւ զուգահեռաբար խորհրդարանում պիտի գնա իմպիչմենտի գործընթաց։